Բարև հայր ջան, բարով եք եկել պայքարի ճշմարիտ կետ, որտեղ ավարտվում են բոլոր խաբեությունները։ Այսօր ձերբակալեցին Բագրատին, անձամբ ինձ տակ չի նրանից, երբ մարդուն ուղարկում են կալանքի։ Ցանկացած մարդու կալանավորման process-ը մանավանդ սրահորոք կարավորախացնի մենակ նրանց, ովքեր կամ կալանք չեն տեսել, կամ էլ զուտ էս իրենց Նիկոլն է ու իր ամեն քայլը փառավորում են։ Ինչևէ, ամեն դեպքում անկախ ամեն ինչից, կոնկրետ ինձ սա ընդհանրապես ուրախացնող փաստ չի։ Սա զուտ միայն կալանավորման փաստի վերաբերյալ։ Իսկ ինչ վերաբերվում է շարժմանը ու իրենց վերաբերմունքին մեզ, տեսեք, մի հատ փոքր հիշեցում։ Նիկոլի դեմ մեր պայքարի ժամանակ մեր վրա ավել պակաս հաճացողների եթերները ի աջակցություն Բագրատի էին։ Իսկ շատերի Facebook-յան աբլոշկյան հենց Բագրատն էր, մեկ էլ Սերժը կամ Քոչարյանը։ Ու դա նորից եմ ասում, Նիկոլի դեմ մեր պայքարի ժամանակ։ Դժվար չի, չէ, հասկանալ, թե այդ էջերի կամ բլոգեր կոչված լայվմենների ուղղորդումները կամ դաբրոն որտեղից էր։ Հիմա մենակ մի բան կասեմ, երբեք մի կպեք ու մի հաճացեք նրանց վրա, ովքեր Աստծով համբուրված են։ Հիմա ինքներդ ձեզ նայեք մի հատ։ Հիմա նայեք ձեր անելիքներին։ Շարժումը չունեք, որ գովաբանեք ու գովազդեք։ Մնում է շարունակեք Նիկոլի դեմ պայքարողների վրա հաճալը։ Ու էդ էլ ասեմ, բոլորը առանց բացառության, ովքեր մեր անունը փորձեցին սևացնել, ովքեր քրֆեցին մեզ, ոչ մեկ, բացարձակ ոչ մեկը դա չեք մարսել։ Այդ չեղավ ու անցավ գնաց, այդ չմոռացվավ կամ ձեզ ներվավ, ձեր գլխինը գալիքը, որ հլը տենալու եք, դա չի հարցը։ Ուզում էիք վիժեցնել մեր շարժումը, վիժեց ձերը։ Էլի եմ ասում, սա կալանավորման վերաբերյալ չի, այլ շարժման։ Կալանավորման մասին ես սկզբից ասեցի, իսկ վերածննդի շարժումը իր հաղթական կետին հասնելու է ու այս անգամ մերժելով ոչ միայն ձեր Նիկոլին, այլ նաև ձեզ, այդ սուտի ընդդիմադիրներիդ, որովհետև եթե մարդը իրոք դեմ է Նիկոլին, մեկ ուրիշի վրա, ով էլի դեմ է Նիկոլին, չի հաճա, հասկանում եք, կամ չի խանգարի, կամ կօգնի։ Իսկ դուք ձեր այդ խանգարելով ընդամենը ցույց տվեցիք, որ դուք կաք մենակ նրա համար, որ ժողովուրդը տենա, թե իբր ընդդիմություն կա, հույսները դնի ձեր վրա ու դուք էլ ոչինչ չանեք ու հենց պոտենցիալ ունեցող ուժ տենաք, ձեր լրատվականներով, ձեր վարձու էքերի էջերով, ձեր բլոգեր կոչված լայվմենների միջոցով հարցակվեք տվյալ շարժման վրա, որ հանգարց Նիկոլի աթոռը տեղից չշարժվի։ Ու եթե իմս վերլուծությունը սխալ է, ապա հիմնավորված որևէ մեկը տվեք տրամաբանական բացատրությունը նրա, թե ոնց կարա ընդդիմադիրը մեկ այլ ընդդիմադիրին խանգարի Նիկոլի դեմ պայքարի ժամանակ։ Առողջ քննադատություն չէ, այլ հենց կոնկրետ խանգարել։ Նենց որ սա նույն իշխանություն ընդդիմություն հերթական կռիվն է բեմի վրա, երբ բեմի հետևում նրանք բարիշում, խոսում, պայմանավորվում ու բաժանում են հայրենիքը։ Ու այսօր ձերբակալել են նրան, ում շուրջ էին հավաքվել բոլոր այն չակերտավոր ընդդիմադիրները, բոլոր այն հայրենիքի հանդեպ կեղծ մաքուրները, բոլոր Նիկոլին են իբր դեմ գնացողները, ովքեր Նիկոլին մեր դեմ գնալուց հարցակվեցին մեր վրա։ Հիմա ստեղ երկու վարկած կա, որ կամ Բագրատը գիտակցված էս խաղի մի մասն է ու գիտակցված էլ ինքը իրան զոհ տվեց, ինչը անձամբ ես բացառում եմ, բայց սա գոյություն ունենալու իրավունք ունեցող վարկած է։ Ուղղակի ես չեմ հավատում, չեմ պատկերացնում։ Ու կա երկրորդ վարկածը, որում գրեթե համոզված եմ, որ այդ իշխանություն, ընդդիմություն բեմի հետևը խոսացել են, ասել են չէ, Բագրատը բանի պետք չի կարում ոչ մի բան անի, մեզ նոր ֆիգուրա պետք, ու ուղղակի Բագրատին օգտագործելուց հետո ուղարկեցին կալանքի, որ նոր ֆիգուրին էլ չխանգարի, իմացածն էլ երևի հանրությանը չհայտնի, թե չէ, այդ ոնց տենց միամիտ ձայնագրությունը հայտնվեց։ Խոսակցություններից խիչ է երևում, որ խոսում է իր համար վստահելի մարդու հետ։
Այդ միֆերը, որ արհեստական ինտելեկտա բանա, դա անցանք արհեստական ինտելեկտը լրիվ ուրիշ ձև ուրիշ բան անում։ Դա անցանք։ Հիմա նայեք, պարզ երևում է, որ ինքը խոսում է իր համար վստահելի մարդու հետ։ Տրամաբանենք միասին, էլի, որտեվ ասենք մենակ հիմարը կարա տես բան խոսա, մեկի հետ ում չի ճանաչում կամ վստահելու չի։ Իսկ իր համար վստահելի մարդը պետքա լիներ այդ շարժման մի մասը, չէ՞։ Իսկ այդ շարժման որ մի մաս կազմողն է օդից եկել ընկել ու դարել այդ շարժման մի մաս։ Իհարկե ոչ մեկ։ Նրանք բոլորն էլ ընտրված են իրենց կուրատորների կողմից, ովքեր էլ օգնեցին ըստ իրենց պայմանավորվածության, որ Բագրատին արանքից հանեն։ Բայց չշեղվենք, հետ գանք են հրամանով մեր վրա հաչացողներին, ում Facebook-յան աբլոշկեն անպայման կամ Բագրատներ, կամ Սերժը, կամ Քոչարյանը, կամ էլ Նիկոլը։ Նրանք հարձակվում էին մեր վրա, երբ մենք պայքարում ենք Նիկոլի դեմ։ Հիմա Բագրատին ձերբակալում են, ու նույն շփոթահար մարդիկ լուռ են։ Բա ուր է ձեր սրբի պաշտպանությունը։ Ինչի՞ չեք պայքարում Բագրատի համար։ Ու սա եւս քիչ առաջ ասածս վարկածի հաստատումն է, որ Բագրատին արանքից հանելու պայմանավորվածություն ձեռք բերած անդիմական կողմի կուրատորները չեն ուզում իզուր ռեսուրս ծախսեն իրենց կազմակերպածի դեմ պայքար ցուցադրելու համար։ Ավելի լավ է այդ ռեսուրսը ծախսեն նոր ֆիգուրին հերոսացնելու համար։ Հələ չգիտեմ ով է։ Եթե տենց չի, բա ուր է ձեր պայքարը, եթե էսի էլի սցենարի մի մաս չի։ Ճշմարտությունը մեկն է, Նիկոլն ու ընդդիմությունը նույն կառույցի երկու ճյուղեր են։ Նրանք երկուսն էլ հակահայ են։ Նրանք երկուսն էլ ծառայում են Կրեմլին։ Սերժը, Ռոբերտը, Լևոնը, Նիկոլը, բոլոր 4 իշխանությունները միևնույն բնի աքաղաղներ են։ Հիմնադիրը Լևոնն էր, ով հայազգի միասնականության մեջ վտանգ տեսավ ու քանդեց արցախյան հերոսության հիմքերը։ Շարունակողը Ռոբերտն էր, ով Հայաստանի գույքը գույք պարտքի դիմաց նվիրաբերեց Ռուսաստանին։ Հետո եկավ Սերժը, ով անտարբերությամբ խեղդեց երիտասարդության վաղվա օրը, որոնցից մեկն էլ ես էի, որ ծերից ծեր զրպարտություններով տարան կալանքի։ Ու այսօր Սերժի ժամանակվա զրպարտանքը ինձ երեսով են տալի նիկոլականները։ Հիմա ինչ են դրանք, եթե ոչ նույն աղբյուրից հոսող ցեխա ջրեր, ասեք։ Իսկ Նիկոլը նրանց գագաթնակետն է, ով հիմա վերջին ստորագրությամբ հանձնում է հայոց մնացորդները։ Մեր տարածքներին կպավ, պատմությանը կպավ, եկեղեցուն կպավ, բանակին կպավ, հայրենասիրությանն ու ազգային հերոսներին կպավ, ազգային արժեքներին, պետականությանը կպավ, ցեղասպանությանը կպավ։ Մնաց մենակ հայոց լեզուն, հեսա դրան էլ կկպնի։ Ինչի, որովհետև լուռ եք ինչի հույսները ընդդիմության վրա է, այն ընդդիմության, որը պայքարում է Նիկոլի դեմ պայքարողների դեմ, Նիկոլին պահող ընդդիմություն։ Հիմա ուզում եմ մի հատ հստակ բան ասեմ։ Բագրատի կալանավորումը ոչ թե մեր հաղթանակն է, դա կարա Նիկոլի ու իր թիմի հաղթանակը լինի, չգիտեմ ինչ լինի։ Իմ կոնկրետ հաղթանակը չի, ոչ էլ իմ ուրախությունն է, ոչ էլ չգիտեմ ինչ։ Ուղղակի սա մեր անելիքների հիշեցումն է։ Վերածննդի շարժումը ժամանակավորապես դադարեց, որովհետև մեր դեմ հարձակումները մենակ իշխանական չէին, դրանք նաև կեղծ ընդդիմության ուղարկած քարեր էին։ Մեր շարժման դեմ պայքարում էին բոլորը, իշխանական մանիպուլատորներից մինչև դասական կեղծ չակերտավոր ընդդիմություն։ Բայց այսօր նոր վերածննդի շարժումը հետագալի քաղաց դասերով ու ավելի հստակ անելիքներով։ Մենք վերադառնում ենք ոչ միայն Նիկոլին մերժելու, այլև ձեզ, սուտի ընդդիմադիրներիդ։ Ու արդեն ոչ թե որպես միայն նախկին իշխանությունների, այլ նաև որպես ներկա կեղծ ընդդիմության։ Մենք չենք խաբվելու այլևս սրբազան շարժումների անուններով փաթեթավորված ծրագրերից, որոնց հետևում կանգնած են Սերժը, Ռոբերտը, ռուսական գեներալները։ Դուք տարիներով մեզ ցրեցիք, կեղեքեցիք, խլեցիք հույսը, հիմա էլ փորձում եք մեզ նորից գցել այդ նույն ցանցի մեջ, չի լինի։ Ձեր համար սկսվում է նոր ժամանակ։ Ժողովուրդը չի լինելու ձեր պիտուկը։ Մենք չենք թողելու, որ Կրեմլը Սյունիքը վերցնի նենց, ոնց ձեր խաղերի արդյունքում վերցրին Կիրանցը։ Դա էս վերջերս։ Դրանից առաջ Արցախը, ավելի վաղ Նախիջևանը, ավելի վաղ Արևմտյան Հայաստանը։
Մենք չենք թողելու, որ Հայաստանը ղեկավարվի կամ Նիկոլով, կամ ռուսահպատակ անդիմությամբ։ Դուք արդեն պարտվել եք, որովհետև մենք վերադառնում ենք։ Վերածննդի շարժումը վերածնվելու է նոր թափով, նոր ծրագրով, նոր հարվածով։ Այս անգամ ոչ միայն Նիկոլը, այլ նաև դուք ձեր սրբազան շարժումներով, կլոր սեղաններով ու այդ ռոմանտիկ հերոսներով մերժվելու եք։ Մենք գալու ենք ամբողջությամբ մաքրելու դաշտը, ոչ թե մասնակցելու ձեր ներկայացմանը։ Մենք փլուզելու ենք ձեր այդ անհաջող ներկայացումներ կարող բեմը։ Հերիք եղավ արդեն։ Զզվել ու հոգնել ենք։ Ու գիտեք ինչ, որտեղ բարակա թող ընդեղ էլ կտրի։ Դուք շարունակեք ձեր էժան հարձակումները մեր վրա, մենք էլ մեր անելիքը գիտենք։ Կարճ ասած, բռնվեք ֆռում ենք։ Հայր ջան, հիշեք, վերածնունդ լինելու է, ու լինելու է միայն ձեր աջակցությամբ ու ձեր մասնակցությամբ։ Իսկ հակառակ դեպքում շարունակվելու են այս ներկայացումներն ու հայազգին գլոբալ խաբեությամբ կործանումը։ Հասուն մարդիկ եք, վերլուծեք, մտածեք ու կայացրեք ձեր արժանապատիվ որոշումը։ Լավ մնաք, Աստված օրհնի բոլորիդ բարձր սիրով ու ճշմարտությամբ։